Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին եւ հավաքականի անդամներ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մեդալակիրներ Արթուր Դավթյանին, Արթուր Ավետիսյանին եւ Համլետ Մանուկյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեր հյուրերն այսօր կամփոփեն մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, այնուհետև կշարունակենք հարցերով։ Խնդրեմ, պարոն Սերոբյան, եւ դուք սկսեք։ Ուրեմն սկսեմ ամփոփել հենց սկզբից ամենամ, մեր առաջին փուլը աշխարհի գավաթի կոդբուսը մեր Գերմանիայի մեր փետրվարին էր։ Այս անգամ շատ խառը ստացվեց։ Դե բոլորին հայտնի է մերձավոր արևելքում տեղի ունեցած այս պատմություններ, օրինակ պետքա 6 հատ անցկացվեր, վերջի Դոհայում չեղարկվեց։ Հաշվարկներն է փոփոխություններ եղավ, այսինքն մեր աշխարհի գավաթի փուլերը ինչով է առանձնահատուկ։ Հիմա մենք պետքա բոլորը մասնակցեն ու միավորներ ձեռք բերեն աշխարհի առաջնության մասնակցելու համար։ Հետո հաշվարկում էր 6 փուլից 4 լավագույն արդյունքը, որը որոշվում էր արդեն վերջնական գավաթը միավորներով, կա հիմա փոխեցին, արդեն դուրս եկավ 5, 5-ից 3-ը։ Դա շատ մեր համար շատ խառը պատմություններ եղավ, մենք պետքա մասնակցեցինք կոդբուսում, պետքա գնայինք մյուսները գնում էին Բաքու, մենք չէինք գնում, մենք գնացինք ուսումնա մարզական հավաք, որ այնտեղից գնանք Անտալիա, ուսումնա մարզական հավաքը շատ լավ տեղ, շատ լավ դալիճ, հնարավորություն կար, քաթարում էինք, որ 5 օր հետո սկսվեց այս ամեն ինչը ու մենք չկարողացանք ուղղակի դե մասնակցել։ Սա մեր միավորների վրա շատ ազդեց։ Իմիջիալոց շատ ցածր արդյունքներ կային Անտալիայում, նույն ռեզուլտատները, նույն հնացածը Մերոնք ընդեղ ունեին շատ լավ կմասնակցեին ու լավ արդյունքներ կունենենք ու այսօրվա վիճակով ոչ թե մի հատ ընդհանուր բացարձակ գավաթակիր կունենենք, Ավետիսյան Արթուր եղավ, այլ կունենենք վստահեմ 2 հատ, միգուցե 3 հատ։ Ինչ որ այա ցանկացած դեպքում մենք 4 հատ ոսկի մեդալ ենք բերել, այս 3 փուլում ենք մասնակցել, 3 հատ արծաթ, մի հատ բրոնզ։ Շատ լավ արդյունք է։ Բայց մեր հնարավորությունների չափը չի։ Մեր Մամիկոն Խաչատրյանի համար եմ ասում, որտեղ Մամիկոն Խաչատրյանը թեկուզ այս 3-րդ փուլում, եթե ինքը լավ մասնակցեր, իր հնարավորությունների չափով ինքն էլ է նորից գավաթակիր դառնալու ընդհանուր փուլերում, միավորներում։ Գոհեմ նորմալ է, 4 մասնակից, 3 փուլում էլ 4-ն է եզրափակիչ։ Դա շատ քիչ երկրներ կային, որ ասենք բոլոր մասնակիցները բոլորը եզրափակիչ են։ Մտնում, դա արդեն ավելնորդ է ասեմ, թե միավորներով մենք ձեռք ենք բերել հնարավորություն մասնակցելու թե չէ, որտեղ շատ բարձր է։ Ընդհանուր առմամբ լավ է, Փառք Աստծո Դավթյան Արթուրը վնասվածքը վերականգնեց, հենացած առաջի փուլում չարեց, երկրորդում չէր անելու, որտեղ ուներ վնասված ոտքի, վերականգնվեց ու ցույց տվեց արդեն Կայրոն ոսկե մեդալ իր հենացած կտար, շատ լավ ցածր արեց, ավելի լավ Օսիեքում, Խորվաթիայում շատ լավ ցածր էր, ուղղակի մրցակցությունը այնքան շատ էր, Օսիեկը 5-րդ փուլն էր, 6-րդը վերջը պետք է լիներ Դոհան, որ Դոհան չեղարկվեց, բոլորը արդեն մասնակցեցին ստեղ, շատ մեծ քանակություն կար, շատ մեծ քանակություն, ամբողջ աշխարհը ընդեղ էր։ Կարելի ասել աշխարհի առաջնությունն էր։ Ուզում եմ հենց մի անգամից ասեմ, օրինակ նժույգ թափերը, ստեղ մասնակցել օլիմպիական չեմպիոնը, փոխ չեմպիոնը, շատ ուժեղներ օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ չմտավ, որ եզրափակիչում էր անունով կասեին, կիմանային, բայց որ եզրափակիչում չէ, կարող թվա չեն էլ մասնակցել, չմասնակցել են, բոլորն են մասնակցել, Ռուսաստանն էլ է մասնակցել, դա ես ասում եմ, որ իմանաք, բոլոր ուժեղները կային, ընդհանուր առմամբ գոհ եմ, ուղղակի մենք մեր նշածողը, մենք մեզ բարձրացնում ենք, մենք կարայինք ավելի լավ, այսինքն դա վերաբերում է Մամիկոնի մասին է խոսքը, բայց սենց էլ անում անպայման գոհացություն։ Մենակ Մամիկոնի հնարավորություններ ինչ որ ուներ, այն չարեց։ Մենք որ գնում ենք, ես տղաներին ասել եմ, մենք գիտենք, մենք անում ենք այն ինչ որ կարում ենք։ Գնահատականները, տեղերը, ովքեր են մասում, դա կարևոր չի։ Իրանք արեցին իրենց ամենալավ ձևով։ Մենակ Մամիկոնը չարեց։ Այս սրա համար ոչ թե ինչ որ դժգոհում ենք,
ես իմ չգիտեմ ինչ ալնում, բայց ուղղակի պետք է անենք այն ինչ որ կարող ենք։ 100% անց բայց չի լինում, կարելի ասել 99% մենք մեր հարցերը լուծեցինք, այսքան։ Սա մանրամարությունում օրինակ շատ բաներ կա, ասեն նրբություններ, օրինակ Դավթյան Արթուր, իմ սենց ասեմ, այս հենացածի երկրորդ ցածկի միակ ձեռքի շարժումը խանգարեց, որ ընկավ երկրորդ տեղ։ Այդ մի ձեռի շարժումը չաներ, կների։ Դե Մամիկոնը ուղղակի էս երրորդ, չէ, հա, մեր համար երրորդ փուլում ուղղակի այն չարեց, մենք էլ զարմացանք, թե ինչի համար սենց ստացվեց։ Ինքը արդեն պետք է համապատասխան ինքը իր մեջ գցի բռնի, թե ինչի սենց ստացվեց, բայց անպայման նման Դիոնիս եմ ասում, օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ չմտավ։ Դա համար ամեն ինչ լինում է։ Մեր ընկերակապը գնահատականը տվեց, ինքն է միշտ տալի գնահատականը, եթե գոհ է, մենք էլ ենք գոհ, թե դժգոհ է, մենք էլ ենք դժգոհ, թերություններ կար, վարժության մեջը կշտկենք, կաշխատենք դրանց վրա, մնացածը գոհ ենք էլ ենք։ Ընդհեմ տղաներին լսենք, մրցակցությունը դες Պարասերոպյանը դուք ինչ կասեք, որ բանդիկների կանանցնասնեք ձեզ համար ձեր դիտարկետունակի եղները։ Ոնց որ ընկերակոպը նշեց, ես առաջի աշխարհի գավաթին չմասնակցեցի, հոտի վնասվածք ունեի, հենասատկի վրա չեմ մասնակցել, օղակ վարժությունների վրա մասնակցել եմ, օղակ վարժությունների վրա չէր խանգարում, ինձ ոտս կարողացա մասնակցեմ, փառկասու հիմա վերականգնվել եմ, ագին ժամանակ անցավ, բայց հիմա լավ է, երկու մրցումների մասնակցել եմ, երկու մրցումներ լավ եմ մասնակցել, էլի ոնց որ ընկերակոպը ասել է, գոհ է, մենք էլ ենք գոհ, կաշխատենք, սխալներ իհարկե կան, աշխատելու ենք, շտկենք, որ Եվրոպայի առաջնությանը ավելի լավ արժություններով, ավելի մաքուր ձևով մասնակցենք։ Իսկ մրցակիցների օրինակ այս Խորվաթիայի աշխարհի գավաթի առաջնությանը անգլիացի մարզիկը երկու ցածն էլ թազա նոր բարձ հատկեր էր կատարում, ճիշտ է, եզրափակչում երկրորդ հատկը չկարացավ անի, մի փոքր լավ չստացվեց մոտով, ինքը չֆրսրեց այդ հատկը բարդը, բայց ինքը բարձրացրել է ու շատ լուրջ կանգուն մենակ ինքն էր, որ տենց բարդացրել էր, մնացածին էլ սաղասել գիտենք ով ինչ է թռնում, ինչ վարժություն է կատարում, ինքն էր, որ տենց բարդացրել էր, մենակ իրան կարամ առանձնացնեմ, բայց էլի ուժեղ մարզիկներ կային, աշխարհի պրիզորներ, չեմպիոններ կային։ Իսկ այդ վարժությունը բարդացնել է ինչ-որ ձևով քո առաջնորդ խնդիր է դնում հաջորդի։ Իհարկե դժվար է լինելու, որովհետև 4-18-ականով իրաց հատկը ավելի բարդ է, պետք է ավելի մաքուր ես կատարեմ, որ կարողանամ բարձր գնահատական ստանամ, կապված է արդեն ինքը ոնց կթռնի, իհարկե թե 4-18-ականով բարդ է, ավելի դժվար է լինում այդ մասնակիցների հետ մրցման մասնակցել, բայց դե սա գիմնաստիկա է, կարա ձերսաղա, կարա, չգիտեմ, կանգնելու շարժումներ մեծ անես, ամեն ինչ էլ կարա լինի, կարևորը դու քո արածը կանանաս նորմալ կատարես, մնացած արդեն դատավորներն էլ կորոշեն։ Իմ մոտ հաջող ստացվեց կոդվոսից սկսած, փառք կարողացա նվաճել գավաթը, կարայի ավելի հաջողել ելույթ ունենայի, պրոստը դրա համար պետք է մի քիչ շատ աշխատենք, թերությունները կային, կաշխատենք, որ ամեն անգամ գնալով լավացնենք։ Սպասելի էր այս արդյունքը քեզ համար։ Դե մեր մարզիչները մեզ միշտ ասում են, արեք այն ինչ որ կարում եք, ու լավ կլինի, մենք էլ փորձում ենք կատարել մեր առջև դրված առաջադրանքները։ Իսկ քո պարագայում կային մրցակիցներ, որոնք քո դիտարկետում են եղել։
Բոլորն եմ արձակիցներ էին, չեմ կարող առանձնացնել։ Ընդհանուր առմամբ ուժեղ եք, Այո, 25 թվականի աշխարհի չեմպիոնը հիմա մասնակցում էր Պարտեվել Արտուրին։ 4-րդ տեղն է գրավել։ Ամերիկացի։ Փառք Աստծո, վերջի երկու փուլերը լավ ստացվեց ինձ մոտ։ Ցավոք սրտի մամիկոնի մոտ մի քիչ լավ չստացվեց։ Պետք է շատ աշխատենք, ավելի լավ պարապենք, որ մյուս մրցումներին ավելի լավ հանդես գանք։ Ամեն ջանքո երկի ժամանակ հիացմունքի խոսքեր էին նշվում Ջազգային ֆեդերացիան իրենջում հրապարակած տեսանյութերում երևում էր, թե ինչպես են գնահատում քո ելույթը եւ ընդգծվում էր, որ 6 օրում 2 ոսկե մեդալ ես նվաճել, ինչ զգացողություններ ես ունենում այդ ժամանակ, ինչ է դա քեզ համար։ Դες զգացողությունները շատ ուրախ եմ լինում ու պարտավորվածություն կա, որ ավելի լավ պարապեմ, որ մյուս մրցումներին արդեն ավելի լավ հանդես գամ։ Պարսերոթյան, Համլետի ելույթից հետո խնդրեմ արձակագրել շատ համեստահատում։ Հա, այդ որ ժպտում ենք, համեստ ամը շատ սիրում ենք, ինքը լավն է, հələ որ, ժամանակը ցույց կտա, բայց վստահ եմ չի փոխվի։ Ինչ եմ, դուք ասացիք, որ ինքը ասաց ուրախ եմ, բայց ես չտեսա, որ ուրախ եմ։ Ինքը շատ դժգոհ է, դիլխոր է, լաց էր ելնում, ինչ եմ արել լաց ելնում, ես այդտեղ ասեմ, մամիկոնի համար, պետք է գոնե երկրորդն էլ էր։ Էդի շատ լավ որ լավ ընկերներ են, իրանք շատ լավ ընկերներ են, բանում Քոդբուսը մամիկոնը հաղթեց ինքը, չմասնակցեց այնպես լավ, երկուսին են նայում, ես այդ ուրախությունը չկա, որտեղ ընկերոջ համար, որտեղ գիտեն իրանց ուժերը ինչքան է, ինքը ապրի, այդ ամենակարևոր լավ մարդիկ մեծ լանան ու լավ մարդիկ են։ Ես ինչ է ուզում ասեի, մեր սկզբից չնշեցի, այդ որ գնացինք, մենք մնացինք այնտեղ, չենք կարում դողում, շատ կարևոր հարց կար Ավետիսյան Արտուրին ամուսնանում չէինք ասում, Փառք Աստծո ամուսնացավ, ժամանակին հասանք, ու դրանից հետո ինքը մասնակցեց ավելի լավ, իմիջալից, չգիտեմ, մեր մանրամարզիկները ովքեր որ ամուսնանում են, ավելի լավ են սկսում, երբ պարտավորությունն է, կամ կանայք են լավը օգնում են, հա լավ է, ավելի լավ է սկսել մասնակցել ու ինքը աշխարհի բարձրացակ գավաթակիր չէր եղել այսքան ժամանակ։ Արտուր եղել էր, Համլետ եղել էր, Վահագը, բայց ինքը չէր եղել, հիմա այս փաստորեն խերով է, երեք մի հատ լավ երեխա ունեն։ Ավելի լավ մասնակցես հումորով, իսկականից եմ ասում Համլետի այդ իր համեստությունը շատ լավ է։ Բոլորն են համեստ, ինքը իրան տենց այդ տենց համեստ, տենց խելոք, ասում են, ինչ խելոք է, հեսա քաղտենք, բայց իր հոգու պես հոգու մեջ, ինքը առյուծիկ է։ Հələ որ կդառնա առյուծ, որովհետև տեսնում է ուժեղներ են, ինքը վերջինը բանում են մոտիկացավ, ճիշտ է, կայրում, վերջինը ստեղել։ Այսինքն մնացել էր իրանից հետո մամիկոն, այն ուժեղները դիմացն էին ու ինքը տենց հարցակվեց, էլի։ Չի վախենում։ Էսի ես ուզում եմ ասեմ Արտուրն է, ցույց տվել, Արտուրի թիմի ավակն է, որ կարողանում է այդ ազդի երեխեքի վրա, ես տենում եմ արդեն փոքրներ, առյուծիկներ են, առյուծն է, որովհետև նորից եմ ասում, չի վախենում, հարցակվում են, շատերն են վախենում, լուրջ մարմնիկներ, լուրջ արդյունքներ ես տենում հենց կոնկրետ նժույգ թափերի վրա։ Աշխարհի ինքը մրցանակակիրել է եղել, ինքը օլիմպիական փոխ-չեմպիոնն է, հենց Ղազախը առաջին էր մասնակցում, ինքը ուղղակի չկարողացավ դողաց։ Բայց որ առաջինը մասնակցել է ավելի հեշտ է, քանի որ չես տենում, դրա համար եմ ասում։ Իսկ որ տենում են արդյունքներ, տենում են գնահատականներ, վախենում են, ուրիշ ձև են անում, շատ բոլորի մոտ Փառք Աստծո, հանգարց չփոխվի տենց լինի, Համլետը վաղ օրը մեծ չխոսանք, ժամանակը գա ցույց կտանք, կտենակ, ապագա կա եւ կարան լավ մասնակցեն կոնկրետ Համլետներ, մամիկոններ, Արտուրս 34 տարեկան ասես նայում եմ իմ ուշքումիկը, որ վնասված չունենա, այն ամեն ցածկը գնահատականը չէ, հա ոտդ ոնց է, մեջքդ ոնց է, գլուխդ ոնց է, մեկ էսպես մեջքը դες հիմնականում ասենք դուրս եմ գալի նայում եմ բանից մրցավարական, որտեղ այնտեղ մի քիչ բան չեմ կարող նայեմ, այն որ սս նայում եմ մեջքս խորը շնչում է, հա մեջքը ձգեց ծունգը բան արեց։ Հուսով եմ լավ կլինի։ Դա ասում է վերականգնվել է շատ կարևոր բան կա, բոլորը ցավեր ունեն։ Ես է գիտեմ ցավերն, բայց այն ցավը չի, որ այսինքն վերականգնվել կարող է անի, կատարի։ Եթե լրի վերականգնված լինի,
Այդ դուք նշեցիք ստեղ բարդացնում են։ Այս անգլիացին նորա 2 ցածկն է 4/18 բարձրացրել, մեկը չէ։ Այսօր աշխարհում չկան այդ բարդություններով թռնողներ։ Հիմա մենք խոսում ենք, եթե լրիվ Արտուրը, ասենք, վերականգնված լինի, մի հատ ցածկ կա, որ ինքը կարա անի, ու այդ ցածկը միանգամից ոչ թե 4, այլ 8 կբարձրացնի, ու կլինի նորից Դավթյան ցածկը, եթե աշխարհի ամենաբարդ ցածկը կլինի, որ լրիվ վերականգնված են, ու ես համոզվեմ, որտեղ ինքը կարող խափի, ցավմա այդքան ոչինչ։ Այդ ժամանակ կարելի է փորձել, որ նորից եմ ասում, բայց մեր առաջինը, որ վնասվածներ չունենան մեր տղաները։ Մի բան եմ ուզում ասեմ, որ մենք Դոհայում էինք, մենք մնացինք, բոլորը աջակցում էին, թե կառավարությունը, թե ֆեդերացիան, բոլորը ամեն ինչ, թե Դոհայի հենց ֆեդերացիան, իրանք Կաթարի, ամեն ինչ արեցին, փառք Աստծո ստացվեց, եկանք ասանք, այնքան մի քիչ անվան, ոչ թե ինչ-որ կռիվներ, ուղղակի մնում ենք այնտեղ։ Ասում ենք մնանք, մինչև կարգավորվի թռիչներն, փաստորեն մինչև այսօր պետք է մենք այնտեղ նայենք։ Բոլորը շնորհակալ են, ովքեր որ աջակցեցին, մի ձև ճանապարհ գտանք, եկանք հասանք տեղ, ու ամենակարևորը հասանք Արտուրի հարսանիքին, Արտուր ամուսնացավ։ Պարոն Սերոբյան, մի ճշտող հարց է, գուցե իմ անտեղեկության պատճառով, ոնց են հաշվել աշխարհի բացարձակ գավաթակիրները, որովհետև Համլետ ունի 2 ոսկի տրամաբանությամբ ինքը պիտի լիներ բացարձակ գավաթակիր, այսօք այդ Դոհայի չլինելը եւ մյուսների ավելի շատ մասնակցությունն, ավելի շատ մեդալներն են փոխել այս իրավիճակը, թե ուրիշ հաշվարկներ։ Վարվար ջան, լավ հարց տվեցիր, ահա, որ հիմա ես էլ պարզաբանեմ, որ բոլորին հասկանալի լինի։ Առաջինում էլ հաշվարկները նենց էր, որ մի հատ Դոհա պետք է ունենանք, այդ Դոհայում է որ հաղթում էր, մեր հաշվարկները տենց էլ գնում էր, Արտուրը, օրինակ 1-2, երրորդում է կարար միանգամից դզվել էր հաղթեր, ու ինքը դառնար գավաթակիր, որտեղ այդ գավաթակիրը եղավ ցածկում, հենացածկում, Արտուրը 2 հատ արեց, երրորդը չիմա, իսկ նա 3 հատ, նա հաղթել էր 2 հատ, եկավ ստեղ, Արտուրին պարտվեց, գնան մի հատ է Արտուրին պարտվեր, արդեն մենք էինք տանում, հաշվարկները խառնվեց, բայց հիմա հաշվում են ինչով, 3 լավագույնը, 5-ից 3-ը, չէ որ Համլետը 7-րդ տեղը գրավեց առաջինը, որ ասում եմ ինքը չստացվեց, արդեն միավորները Համլետը եթե առաջի փուլում գոնե 5-րդ լիներ, միավորներով արդեն մոտ 4-5 միավոր բարձր կլներ, Համլետը ժամանակ կդառնար։ Այսինքն է հաշվարկանում, մեր Համլետը այդտեղ մի հատ 7-րդ տեղներ գրավի, արդեն միավորները քիչ էր։ Դրա համար աշխարհի գավաթակիր եղավ նժույգ թափերում այն մարզիկը, որ չեմպիոն չի դառել։ Երկրորդ, մի հատ 4-րդ տեղը գրավել միավորներով։ Դա բանը Արտուրը օրինակ առաջ երկրորդ, երրորդ։ Այդ արդեն գնում է 30, 25, 20, հետո դրանից հետո թվում է 18, 16, այդ միավորների հաշվով էր։ Եվս մեկ հատ, ռուսները քիչ սկսում են արդեն վերադառնալ միջազգային ասպարեզ, ռուսական գիմնաստիկայի մասին բոլորը գիտենք, միշտ լավ դպրոցներ ունեցել, արդյոք իրանք մեզ համար ապագայի մասնավորապես Երևան գարակերով առաջնությունի նախագծությունների եւ ինչ շրջանառողի խաղերի, ինչ կարծիք իրենց ունեք, որտեղ երկարաժամանակ չկա, հիմա նոր գալիս են սկսում են իրանց տեղը գտնել, ինչա՞ց Դե բնականաբար բոլորն էլ մրցակից են, հենց ռուսներն են, բայց այտենց հատուկ որ շեշտեմ, հատուկ մրցակիցներ այսօրվա վիճակով չունենք, բայց հիմա իրանցը փոխվել է երիտասարդները են ավելի շատ, այն ովքեր որ կան ուղղակի չմասնակցեին, այդ թե ոնց է ազդում քաղաքականությունը սպորտի վրա, ու իրանք այո շատ բարձր մակարդակ ունեն, շատ լավ հարաբերությունների մեջ են, գլխավոր մարզիչ անձամբ ինձ մեջ շատ մոտիկ ենք, հիմա մասնակցում էին Եթե ես չեմ սխալվում, իրանք մեդալ չտարան, բայց հիմա արդեն դե բնական է, տենց պետք է երիտասարդները պետք է բերեն, պետք է մասնակցեն, աճացնեն։ Այ հենց այս կարծրատիպը, որ ասում են, դե թողնի գնան մասնակցեն, մարդիկ պետք է գնան փոր ձեռք բերեն, այդ տարիների ընթացքում նոր են բարձրանալու, օրինակ քանի տեղ մասնակցում են իրանք, հատուկ արդյունքներ տենց չունեն, հա, կայրեմ էլ մասնակցը բոլորը։ Բայց կամաց հաստատ իրանց դպրոցը շատ ուժեղ է, նույն իրանց նոմերը նույնն է, դա սովետական միության դպրոցն է, նույնն է, շատ լավ բազաներ ունեն, մեծ ինստիտուտներ են աշխատում իրանց, այս վնասվածքները, այս խնդիրները իրանք ընդհանրապես պրոբլեմ չունեն, անպայման կլինեն բոլորին մրցակից, բայց նորից եմ ասում կոնկրետ, հենց ռուսները չեն, բոլորն են մեր մրցակիցները։ Հələ միտեղ էլ որ իմանանք, ասենք ռուսները խոսքը, օրինակ ռուսներին պարտվեցին, մեր դպրոցին պարտվեցին,
Ոչինչ չի, բայց էլի հատ, բայց չտանք ուրիշ պարտվենք, սենց քեզ ասեմ։ Մի հատ էլ հասկան վերջի շրջանում միջազգային լրատվականներում անգլիական մասնավորապես գրում են, որ Մաքս Ուիթլոկ միտքուրի հետ գալու Եվրոսի խաղերում լինելու, մենք գիտենք, որ ինքը թափերի լավագույններից մեկն է, ինչ կասեք իր հնարավոր վերադարձի մասին, արդյոք ինքը կարող շարքիներ կապել։ Հիմա ես ձեզ ասեմ, այո, մասնակցելու է Վառնայում մայիսի 5-ին World Challenge Cup մրցումը, էդի World Cup-երից ավելի մի քիչ ցածր է, այսինքն այդքան ուժերները չեն գնում, Մաքս Ուիթլոկը որոշել է տեղ գա, ինչի չեկավ այնտեղ, այդտեղ է գալու, այդտեղ մենք դնում ենք Մամիկոնին։ Մամիկոն Խաչատրյանն մասնակցելու է, մնացածը կտենանք։ Դուք կտենաք։ Լավ, եւ ձեր աշխարհի զավակներով ոնց որ որոշում է իրավունք ստանալ աշխարհի առաջնությանը, արդյոք դրա համար արդեն որոշել ովքեր են մասնակցելու, իրաքի աշխարհանալով որ դա հնարավորություն է ու ձեր Եվրոպան եւ աշխարհը շատ մոտ են իրար, հետեւելով չափսիրել դրանով։ Հա, իրոք լուրջ հարց է, որովհետեւ Եվրոպա առաջնությունը օգոստոսին է պահել բանը, լավ մարզավիճակում հասցնել ու պահել մի 2-3 ամիս շատ դժվար է։ Ցանկացած մարզաձևի համար պետքա փորձենք անենք տենանք ինչ ալնելու, բայց ստեղ մի հատ ուրիշ հարց կար, հարց տվեցիք առաջինը ես հա, ահա, այդ մենք բանը, ասենք միավորները հավաքել ենք, մեր միավորները ասենք այնպես, որ Դավթյան Արտուրը օղակների վրա էլ ունի արդեն։ Մենակ սա հենացած կա, չի, որ մասնակցեք ինքը բավականին լավ տեղեր էր գրավում, 4-րդ տեղ, 5-րդ տեղ իր համար ուղղակի զարմանում ասում են Արտուրը, որ անում է, 3-ն էլ արել է։ Դες 4 ունեն, 4-ից ավել չեն կարող մասնակցեն, բայց մենք պետք է Եվրոպայի առաջնության փորձենք թիմով մասնակցենք։ Եթե թիմով մասնակցում ենք մինչև 13-րդ տեղն են գրավում, արդեն թիմով ենք կարող մասնակցենք, որ թիմով արդեն անվանական չի։ Հիմա փորձելու ենք մասնակցենք, ստեղ մենք խնդիր ունենք Համլետի Մամիկոնի հետ կապված, որտեղ իրանք բազմամարտիկ են, դե բազմամարտ մասնակցեցին, Հայաստանի առաջնությունը բազմամարտի հաղթոդառը նորմալ գնահատականներ են հավաքում բազմամարտում, եթե տենց լինի իրանք մենք շանսեր ունենք, մտնենք 13-րդի մեջ, ու մեզի պետք է մտնել, ու 13-ով, որ մենք մասնակցենք աշխարհի առաջնության, այնտեղ պետք է պայքարենք 24-ի մեջ մտնենք, հետո մյուս տարի արդեն 24 թիմից ավել չեն կարող մասնակցեն աշխարհի առաջնությանը, այդ 24 թիմը պայքարելու են 12-ի համար օլիմպիական խաղեր։ Արդեն 12-ը պետք է մասնակցեն 12 լավագույն թիմը 27 թվականի աշխարհի առաջնությանը։ Մի հատ sense մեր բարդ մեխանիզմ է, միշտ թե վարկանիշն է վերջնական չեն կարող հասկանալ ոնց է լինելու։ Թիմը փորձել ենք պայքարենք։ Դե խնդիր ունենք այնցա որ հենց զորակոչի ժամանակ ան գնում օգոստոս ամիսը ոնց որ թարս ունի ես Եվրոպայի առաջնությունը հիմարներ կհասկանայինք Մամիկոնն ու Համլետն են։ Այ ուզում եմ ասեմ մեր Դավթյան Արմանը հրամանատարը, հա, սպորտի վաշտի շատ պատրաստական ամեն ինչ անում ուղակի, այնց անենք դե կգան, ուղակի խնդիրը դե անձնագիրը վերջացել է, մեզի պետք է շուտ անձնագիր լինի, որտեղ կարենանք մենք վիզաներ ունենանք։ Այսպես մի հատ բանի մեջ ենք, բայց ամեն ինչը ասում են որ ճանապարհով ինչ էտանք, հուսով եմ որ հաստատ ամեն ինչ բոլորը անելու են, որ ոնց անենք որ անձնագիրն ու կարենանք մենք թիմով մասնակցենք։ Մեր նպատակը թիմով մասնակցելն է։ Ոնց է ձեր նպատակները Երևանյան առաջնության թիմային մասնակցությունը։ Գերեվաստեղից։ Հա։ Պետք է որ մասնակցենք շատ լավ կլինի, արդեն դե թիմը արդեն լրիվ ուրիշ մակարդակ է, շատ լրիվ ուրիշ է։ Շատերը կան ուղղակի ստե չեն գնահատում, ստե չի գնահատում, որտեղ մենք աշխարհի առաջնություն երիտասարդների 4-րդ տեղ գրավեցինք, դա շատ բարձր արդյունք էր, կամ 3-րդ տեղը լինեինք, եղանք օլիմպիական փառատոն Եվրոպայի, մենք թիմով 3-րդ տեղ էինք, 3-րդ տեղ, ուղղակի, բայց այդտեղ մեդալները մի քիչ ուրիշ է, բայց որ թիմով են ելնում, արդեն շատ լուրջ, արդեն դա երկրի հզորությունը թիմով են գալի, հետո պայքարում են։ Ինչ ասեմ, եթե մենք մինչև 13-ը մտնենք Եվրոպա առաջնությանը, այս վարկանիշները որ կա, սրանք արդեն դուրս են գալի։ Հիմա 9-րդ, 10-րդ տեղը, որ ինձ ծանոթներ են, նժույգ թափերի վրա, մեզի այնքան են ուղղախուս բալետենանում, որ մերոնք ալեն, իրանք գան կմտնեն, որտեղ 8 լավագույնն է ըստ գործիքների։ Համլետում Մամիկոնը դուրս կգան, 9-րդ, 10-րդ տեղը կգան կմասնակցեն, այնց որ այդտեղ էլ մեծ աջակցողներ ունենք, էլի ուժեղ։ Ես մի հատ այդ դրանի գործիքավորման որ փորում են ասել, արդյոք
որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ միշտ փորձառություններ են լինում այդ նույն հյուրընկալող երկրում, մենք դες փորձառություն պիտի ունենանք, մենք պատրաստել ենք դրան։ Ես երևի 25 օր 30 օր առաջ եմ եղել դահլիճում, գնացել եմ, մտել եմ, հենց մտա ուղղակի ժպիտ եղա, որտեղ ես արդեն տեսա դահլիճը։ Տեսա դահլիճը արդեն հեն խոսերը որտեղ պետք է լինի, գործիքները որտեղ պետք է դրվեն, ես այդ ամեն ինչը տեսա։ Ես վստահ եմ, որ կհասցնեն ու այդ բանը այս տարվա վերջ մենք այդ փորձառություն պետք է անենք, երբ փետրվար մարտ այդ արդեն կորոշեն ֆեդերացիան, Եվրոպայական ֆեդերացիայի հետ, բայց անպայման պետք է լինի էդի։ Փետրվար մարտ ամսին ես վստահ եմ, որ կլինի։ Շատ լավ դահլիճ ալնում, շատ ուժեղ, ուղղակի էլ չեմ ասում, աշկով չտա։ Շատ լավ, եւ առաջիկաների հետ կապված եթե ասելիք ունեք, մոտ ապագայում։ Հիմա մենք ասացի, Խաչատրյան Մամիկոնը կմասնակցի Վառնայի Challenge Cup-ին, հիմնական Max Virtok այդ հանդիպումը լինելու, տենանք ինքը ոնց է ինչը։ Հետո Տաշկենտում ալնելու World Challenge Cup։ Ստեղ չէ որ մենք ունենք էլի լավ տղաներ ունենք, Բաղդասարյան Էրիկ, Եվրոպայի չեմպիոն, Գյուլումյան Ռոբերտ, էլի Եվրոպայի մեդալակիր, իրանք կմասնակցեն էլի World Challenge Cup-երի։ Մեկը մի աղջիկ կմասնակցի մեր հետ։ Տաշկենտում, այնտեղ լավ մրցումներ են, էլի բարձր մակարդակա, այդ է լինելու, տղաները հանգստանալու են, տղաները պետք է բուժվեն լրիվ, հետո ամսի 5-ից մինչև 19 մայիսի պետք է ուսումնամարզական հավաք լինի, այդ Գյուլումյան Ռոբերտը, իրանք գալու են միանգամից Challenge Cup, Համլետն է մասնակցելու, այնտեղ մենք ունենք դզելու, այդ պտտածողը մեզի շատ նեղացնում, պտտածողի վրա պետք է աշխատենք 6 գործիքի վրա, Հայկը գիտի, արդեն Հայկս կաշխատի, կոնկրետ ես իրանց հետ կլնեմ։ Հիմնականում նպատակադրված մենք պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությունը, բայց հիմա պետք է թողանք հանգստանանք, կամաց, արդեն հուլիսի կեսերից մենք սկսենք ու փորձում ենք հենց օգոստոսի կեսերին է Եվրոպայի առաջնությունը, օգոստոսի սկզբից 14 օրյա ուսումնամարզական հավաք անենք հենց Խորվաթիայում, որտեղ Զագրեբում է լինելու։ Եվրոպայի առաջնությունը մասնակցենք թիմով, տենանք հետո ինչ կլինի, դե բնական է հետո աշխարհի առաջնությունը։ Շնորհակալություն շատ ձեր գործերի։ Ձեզ ենք շնորհակալ։